Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, ինչպես արդեն հայտնի է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը 98-71 դեմ 40 ձեռնբաձայնների հարաբերակցությամբ ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Բոսնացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից վերնագրով բանաձևի նախագիծը։ Նշեմ, որ այդ բանաձևի հետ զուգահեռ ներկայացվել էր նաև բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Օլթերի հեղինակած բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավար տարածքներում վիճահարույց զեկույցը, որը սակայն չընդունվեց վեաժողովի կողմից։ Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ մենք փորձենք հասկանալ, թե իրականում ինչպես պետք է վերաբերվենք այս բանաձևերի հայտնվելուն օրակարգում, այնուհետև մեկի ընդունմանը, մեկի մերժմանը։ Թաթուլ, հիմա Հայաստանում կարծես սոցիալական ցանցերում լրատվամիջոցներում ներկայացվում է որոշակի առումով հաղթանակ, որ երկու բանաձև ներկայացվել է, սակայն ընդունվել է մեկը, հետևաբար չասեմ պետք է լիարժեք լինենք, սակայն գոհ լինելու ինչ-որ հանգամանքներ կա։ Որպես այդ խնդրով հետաքրքրվող մասնագետ, ինչպիսի ազդեցություն կունենա Մարկովիչի հեղինակած բանաձևը հայ-ադրբեջանական հարաբերությունների, նաև խաղաղ կարգավորման բանակցությունների վրա։ Ադրբեջանը անգամ չէր կարող պատկերացնել, որ նման բանաձև կարող է ընդունվել։ Գիտեք, ի վերջո մենք պետք է հասկանանք, որ սրանք միջազգային բանաձևեր են, եւ միջազգային բանաձևերում սովորաբար գործում է, այսպես ասենք, երկու կողմին էլ ինչ որ չափով բավարարելու սկզբունքը։ Այսպիսի բավարարեցին, մեկը ընդունեցին, մեկը չընդունեցին։ Ես այդ տեսանկյունից չեմ նայում, ես հետեւյալ տեսանկյունից եմ նայում, մենք երկու բան ենք կորցնելու, հիմա կորցրել ենք մեկը։ Հիմա սրանով ուրախանանք, թե չուրախանանք։ Իհարկե, եթե ասենք, որ երկուսն էլ ընդունել, ավելի վատ կլիներ։ Բայց այս զեկույցը, այս շատ կարճ ներողություն, այս բանաձևը, որը 8-ին նկետ է ընդամենը, հա, այնքան վատ բանաձև է, այնքան միակողմանի է, այնքան հակահայկական է։ Ես ասում եմ, անգամ ադրբեջանցիները չէին կարող պատկերացնել, որ լավ ոնց կարող է ընդունվել իրենք էլ իմանալով միջազգային այդ դիվանագիտության, այսպես ասեմ, գրված եւ չգրված կանոնները։ Սա շատ վատ է իհարկե, սա ոչ միայն Ադրբեջանի հաղթանակն է, սա մեր խորհրդարանական դիվանագիտության խայտառակ պարտությունն է, մեր արտգործնախարարության պարտությունն է, Հայաստանի Հանրապետության պարտությունն է։ Իհարկե ես սա չեմ ասում, որպեսզի հիմա մի ողջ սարքենք, ասենք, որ, չգիտեմ, ամեն ինչ կորցրեցինք, ոչ մի բան էլ չեն կորցրել մեծ հաշվով, բայց սա կարող է ունենալ իհարկե իր հետևանքները հետագա գործընթացի վրա։ Տեսեք, դերենիկ, անգամ երբ որ ես ուզում եմ համեմատության մեջ մտցնենք, հա, էլի նայենք ոչ թե Գումիլյովի այս հայտնի բանով եմ ես խոսեմ, նա մի քանի դիտանկյուններից էր, չէ, քաղաքականությանը նայում, մկանծակից, ասենք, չգիտեմ, բլրի գագաթից եւ ընդհանրապես իր ամբողջության մեջ, գիտեք, անգամ ես չեմ ուզում այս բանաձևերին մենք նայենք հենց այդ մկանծակից, այսինքն մեր այս ներքին բաներից նայենք, հա, անգամ ՄԱԿ-ի բանաձևերը, որ այսօրվա իշխանությունները սիրում են քննադատել ասելով դե տեսեք, ասենք ՀՀՇ-ականների օրոք, դե սիրված թեմա է, չէ, խայտառակ բանաձևեր էին ընդունում, բայց տեսեք, 93 թվականին, երբ որ Ղարաբաղում տեղի էր ունենում քարտեզի փոփոխություն, երբ որ ինչ բառապաշար հիմա ուզում եք օգտագործեք, ազատագրված ասեք, գրավյալ ասեք, էականը դա չի, տեղի էր ունենում քարտեզի փոփոխություն, հա, գետնի վրա, եւ համեմատեք, թե ինչ բանաձև էր ընդունում ՄԱԿ-ը։ Անգամ այդ պայմաններում, երբ որ հայկական զինուժը, այսպես ասեմ, ռազմական զբոսանքի էր դուս եկել եւ օրու մեջ մի հատ բան էր, մի հատ ադրբեջանական, հա, խորհրդային Ադրբեջանի մի հատ շրջան էր վերցնում, ազատագրում, չգիտեմ։ Ճիշտ է։ Անգամ այդ ժամանակ ընդունվող բանաձևերը այսքան հակահայկական չէին։ Ավելին ասեմ, այդ բանաձևերի մեջ էլի կար բալանս։ Օրինակ, ասվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ենթադրենք
այսին շրջանից, հա, բայց միանգամից հաջորդ կետով Ադրբեջանին հորդորվում էր վերջ տալ պատերազմական գործողություններին, հասկանում եք, հիմա խաղաղ պայմաններում ընդունվում է մի բանաձև, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը, կրկնում եմ, նախկին լղիմը, այսպես բառապաշարի եթե օգտագործենք, համարվում է Ադրբեջանի, համարվում է Հայաստանի կողմից օկուպացված։ Կրկնում եմ, անգամ ադրբեջանցիները չէին կարող սպասել, որ նման նվեր կարող են ստանալ։ Տես հայկական պատվիրակության հայտարարություն ասեմ, մեկնաբանություն ասեմ, ես կարդացի, այնտեղ հիմնական կետը կայանում է հետևյալում, դե ինչ եք խառնվել իրար, ես իմ բառերով եմ ներկայացնում, ընդունվել է հումանիտար տեխնիկական բնույթի մի փաստաթուղթ, որը քաղաքական չէ։ Եվ այնտեղ ես կետերն եմ կարդացել, եւ միգուցե իմ դիվանագիտական կարողությունները չի ներում հասկանալու որն է քաղաքական, որն է հումանիտար տեխնիկական, բայց օրինակ այսպիսի մի կետ կա։ 4-րդ կետն է, վեաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը։ 7-ի 1-ը վեաժողով խնդրում է հայկական ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջաններից, 2 կետ էլ այդ բովանդակությամբ կա նաեւ։ Հիմա սա քաղաքական է թե հումանիտար տեխնիկական է։ Այստեղ հումանիտար տեխնիկական ոչինչ չկա։ Ովքեր այդպես են ներկայացնում, դա նշանակում է ես չեմ ուզում կոշտ բառապաշար օգտագործել, իրենք շատ լավ էլ հասկանում են ինչ են ասում, բայց հերթական անգամ մոլորության մեջ են գցում հայաստանցիների եւ հայ ժողովրդի այն հատվածին, որոնք այսպես ասեմ չեն խորանում այդ բանաձևերի մեջ եւ որոնք պետք է չի էլի որ ասենք այդպես շատ մասնագիտորեն Մարկովիցի այս միլիցիայի այս պատրաստած եւ ընդունված այս զեկույցը, այս բանաձևը, այո, այս բանաձևը դիվանագիտական քաղաքական է եւ կրկնում եմ Ղարաբաղյան պատմագրության մեջ նման խայտառակ բանաձև որոշում ես միայն կարող եմ համեմատել, եթե իհարկե կոռեկտ է համեմատությունը, ավելի վատ միայն եղել է 21 թվականի հայտնի Ստալինյան որոշումը։ Ավելի վատ բանաձև, հիմա իհարկե այս բանաձևի հետևանքով որևէ մեկը Ղարաբաղ հողերը չի տա, հասկանում ենք, բայց նաև պետք է հասկանանք, որ սա հենց այնպես չի մնա, սա իր ազդեցությունը կունենա եւ բանակցային գործընթացի եւ ընդհանրապես գործընթացի վրա միանշանակ։ Ուզում եք նշեք, որ 91 թվականից ի վեր նմանատիպ որևէ բանաձև փաստաթուղթ որևէ կառույցում չի։ Ես համեմատության մեջ բերեցի ՄԱԿ-ը դերենիկ, ասելով, որ ՄԱԿ-ի բանաձևերը ընդունվել են 93 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր ամիս, սրանք այն ժամանակահատվածն էին, երբ որ ուրեմն պարզ, ասեմ, գետնի վրա տեղի էր ունենում ստատուս քվոյի փոփոխություն, հայկական ուժերը մեկը մյուսի հետևից ազատագրում էին եւ բնական է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ընդուներ բանաձևեր, բայց կրկնում եմ, անգամ այդ պայմաններում ՄԱԿ-ի բանաձևերը էլի բալանս կար այդ բանաձևերի մեջ, էլի միակողմանի չէին, Ադրբեջանին հորդորվում էր օրինակ վերջ տալ ռազմական գործողություններին, այսինքն ասում էր, որ Ադրբեջանն է ներգրաված, հասկանում եք, այս բանաձևը, որ ընդունվել է ԵԽԽՎ-ի կողմից, սա ասում եմ, սա անգամ ասում եմ, ադրբեջանցիների համար է սա զարմանալի, ոնց կարող էր, ասենք, այս կարգի հակահայ բանաձև անցնել։ Նայեք, երբ որ այս խոսակցությունները ակտիվացան, իսկ ակտիվացավ այն ժամանակ, երբ որ մեր դիվանագետները, մեր խորհրդարանականները հասկացան, որ բանաձևերի ընդունման հավանականությունը շատ մեծ է։ Եվ սկսեցին նրանք, այսպես ասեմ, ձեռքները գցել տարբեր ուղղություններով, փորձելով ինչ-որ բան անել։ Դերենիկ, ընդհանրապես այսպիսի մի բան կա։ Եթե անգամ այս երկու բանաձևերն էլ չընդունվեին, մենակ այն փաստը, որ բանաձևը հասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի քվեարկությանը, սա արդեն պարտություն է, հասկանում եք։ Այսինքն, եթե դու ուզում ես չլիներ այս բանաձևը, դու պիտի այնպես աներ, որ բանաձևը չհասներ այնտեղ։ Իսկ ինչով են զբաղված մեր պատվիրակները։ Մեկը, չգիտեմ, խոսում է, ստեղ ինչ որ ցույց են անում դեսպանատան դիմաց, լավ են անում, բայց ես կարծում եմ, որ ցույց պետք է անել ազգային ժողովի դիմաց, արտգործնախարարության դիմաց, նախագահականի դիմաց։ Գիտեք, պետք է խնդիրները մեր ներսում գտնել։
կամ ինչ որ ներքին բան է գնում, PR է գնում։ Թաթուլ, այստեղ նաև բաժանում կարծես փորձեցին բաժանման տանել ըստ երկրների, այսինքն ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր թշնամիները։ Օրինակ սկանդինավները, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպա այս բանաձևերին, հռչակվեցին մեր բարեկամները։ Բարեկամության հարց չկա։ Վրացիները մեր թշնամիները, չգիտեմ, ուկրաինացիները, թուրքերը մեր թշնամի, հասկանալի է, կարծես թե այն ուղղությամբ է տարվում, որ դե մենք ինչ անենք, Հայաստանի բարեկամ եւ թշնամի երկրներով է չափվում այս բանաձևերի ընդունումը, այնպես է ստացվել, որ թշնամիներն ավելի շատ են, քան բարեկամները։ Չէ, եթե տրամաբանությամբ գնանք, ապա ընդհանրապես մենք անելիք չունենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, բայց նաև Հայաստանում տեղի էր ունենում, պատվիրակության ներսում տեղի էր ունենում բան, ինչ որ, այսպես ասեմ, մեկը ոչ թե մտածում էին փրկել Հայաստանի պետության պատիվը, Արցախի պատիվը, այլ ինչ որտեղ նաև ներքին, այսպես ասեմ, հակաբան էր գնում, PR էր գնում, ասենք ինչ որ ելույթներից հետո ստատուսներ էին դնում, իրար գովում էին, վախես ինչ եւ այլն, նո գուցե սա ասենք այն հատվածի վրա քաղաքացիների հայ ժողովրդի ազդեցություն թողնում է, ովքեր չեն խորանում խնդրի էության մեջ, բայց նրանք ովքեր հասկանում են, տեսնում էին, թե ինչ է իրականում կատարվում, ասենք պայքար այդ աթոռը զբաղեցնելու համար, չգիտեմ, միմյանց մեղադրանքներ եւ այլն։ Մի խոսքով, այս երկու բանաձևերը շատ վատ էին, որ ընդունվեցին, բայց մյուս կողմից ես ինչպես սկզբում ասացի, չպետք է, այսպես ասեմ, նստենք եւ վայվույ անենք, որ այսինչ վատ բան եղավ։ Այստեղ հետևություններ պետք է անել ուղղակի։ Դե հետևություններ անել, բայց հետևություններ անելու համար, գիտեք, ոչ թե պետք է մտածել, որ ինչպես դու նշեցիր, մեջբերելով այն արդարացումները, որ դե գիտեք ինչ կա մեր թշնամիներն ավելի շատ են, քան մեր բարեկամները, այլ պետք է երկրի ներսը մաքրել։ Այս ամեն ինչը գալիս է նաև երկրի ներսը մաքուր չլինելուց։ Երբ որ դու երկրի ներսում մաքուր չես լինում, մեծ դժվարությունների առաջ ես կանգնում։ Հետևաբար պետք է նախ եւ առաջ նաև այս մասին մտածել։ Այդ դեպքում էլ դիվանագիտական ծառայությունները կամ պատվիրակությունները Եվրոպան եւ Արևմուտքը դիտարկում են ոչ թե աշխատելու վայր, այլ շոփինգների կամ զվարճանքների մեծ տարածություն, որտեղ կարելի է ամեն ինչով զբաղվել, բացի դիվանագիտությամբ եւ երկրի շահերը պաշտպանելով։ Նայեք, Դերենիկ, օրինակ ես չգիտեմ այդ լրատվական բանն է հոսքի մեջ գնաց, որ Հայաստանի խորհրդարանի ուրեմն իշխանական կամ ընդդիմադիր չգիտեմ անուն ինչ ուզում եք դրեք, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, ասենք Մարգար Եսայանին, որը ներկայացնում է Թուրքիայի պետությունը եւ ներկայացնում էր իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը, նույնպես կողմ էր քվեարկել եւ Նաիրա Զոհրաբյանը ինչ որ Ստրասբուրգում մի կողմ էր հրավիրել հայազգի Մարգար Եսայանին եւ ամոթանք էր տվել։ Սա շատ տխուր իրականություն է, գիտեք, սա շատ տխուր իրականություն է, այսպես չեն աշխատում, սա, չգիտեմ, հայավարի չի կարելի աշխատել մի կառույցի հետ, որտեղ այդ կանոնները չեն աշխատում, բայց նաև Դերենիկ, ես ուզում եմ մի կարևոր բան ասել ի վերջո, որը էլի շատ կարևոր է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ըստ էության նաև լոբբիստական կառույց է։ Այո, փաստացի լոբբիստական կառույց է։ Եվ եթե չլիներ լոբբիստական կառույց, ապա այսպիսի զեկույց ուղղակի չէր հայտնվի։ Կասկած չկա, որ ադրբեջանցիները կաշառել են այդ բաներին, այդ պատվիրակներին, մեծամասնությանը եւ նրանք անցկացրել են այս բանաձևը։ Սա էլ պետք է հաշվի առնենք։ Հետևաբար, դիվանագիտական աշխատանքներ տանելու ընթացքում այս իրողությունները պետք է հաշվի առնել։ Եվ եզրափակելով մեր խոսակցությունը չի կարելի, այսպես ասել, մի կողմից հայտարարել եվրոպական արժեհամակարգին քո նվիրումի մասին, մյուս կողմից համարել դե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը իրանց հերնել անիծած ինչ ուզում են անեն։ Սա երկակի ստանդարտների օրինակ է, որը մենք դատապարտում ենք, երբ որ խոսքը վերաբերում է երկակի ստանդարտներին, երբ որ ընդդեմ մեզ է աշխատում, նայած որ տեսակետից է աշխատում։ Հետևաբար մենք ցավալիորեն ուրիշի սխալների վրա չենք սովորում։
գոնե մեր սխալների վրա սովորենք եւ գոնե այս զեկույցը ներողություն այս բանաձևը, որ ընդունվեց, որը կրկնում եմ, բացարձակապես կապ չունի հումանիտար տեխնիկականի հետ, սա քաղաքական դիվանագիտական բանաձև է, հակահայկական բանաձև եւ ես կարծում եմ եւ ես համոզված եմ, որ Հայաստանի պատմության մեջ վերջին 25 տարվա ընթացքում մենք նման բանաձև չենք ունեցել եւ հուսամ նաեւ չենք ունենալու, որովհետեւ սրանից վատ բան չէր կարող լինել։ Ես անգամ գուցե ծայրահեղության հասցնեմ դերենիկ, եթե 5 ադրբեջանցու նստեցնեիր եւ ասեիր, իհարկե տրամաբանության շրջանակներում էլի, հա, հաշվի առնելով, որ եվրոպական կառույցի, ասեիր այսպիսի մի հատ բանաձև գրի, երևի այդքան հակահայկական չլիներ, ինչքան այս բանաձևն էր։ Ուղղակի ասում եմ, սա ապշեցնող է եւ սա անընդունելի է, բայց մեղավորներին պետք է փնտրել առաջին հերթին տանը։ Շնորհակալություն Թաթուլ, այս կանը եւ գրքին հուսանք, որ լրջագույն հետեւություններ կարվեն այս բանաձևից եւ մեր ներսում ինչ-որ բան կարգավորվի։ Եվ բայց դրա համար չեմ կարծում, բայց դրա համար չպետք է ասել, որ սա տեխնիկական է։ Այ հիմա հենց որ իրենք ասում են, որ տեխնիկական հումանիտար է, չէ, դա նշանակում է, որ որևէ հետևություն էլ չի արվելու։ Չի կարելի այդպես ասեմ։ Ասում եմ, ես հուսով եմ, բայց չեմ կարծում։ Մատերի արանքով նայել։ Այսքանը հետևեք Civilnet-ին, կհանդիպենք։